Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, այն կոչվում է Status Quo։ Այսօր մենք հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։ Հակոբ, ողջունում եմ ձեզ։ Այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում վերջին ժամանակներում, երևի թե այդ բառը երբեք չեմ ասել, բայց աննախադեպ է ինձ թվում է։ Ընդհանրապես համաշխարհային մակարդակում մենք չենք տեսել նման դեպքեր, երբ հանկարծ երկրի ղեկավարը սկսում է ուղիղ պայքար մղել ամենամեծ կրոնական կառույցի, մասնապես այս բարակամ եկեղեցու դեմ, պատարակի, այդպես խայտարակ ուղակի անցկացում առանց օրենքները պահելու, հարգելու զուտ, այսինքն նույնիսկ եւ գրված եւ չգրված բոլոր օրենքները խախտվում են, բայց սա տեղի ուներ մեր աչքի առաջ։ Ու շատերի մոտ հարց է առաջանում, սա նշանակում է, որ Փաշինյան ինքը արդեն այլևս ուրիշ տարբերակ չունի իր ռեյտինգը ինչ որ կերպ բարձրացնելու, թե ի վերջո սա ընդհակառակ ավելի խփելու է իր վարկանիշին եւ զարմանալի կլինի, որ մարդիկ ցանց հետո ավելի հակված լինեն իրեն ընտրել։ Ես չեմ կարծում, որ վարկանիշի խնդիր է լուծում եկեղեցու հանդեպ իր այս գործողություններով Նիկոլ Փաշինյանը։ Գուցե լուծում է ընտրազանգված մոբիլիզացնելու կամ բյուրեղացնելու խնդիր, այսինքն սեփական ընտրազանգվածը, որովհետև այդ բյուրեղացումը շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ընտրական մասնակցության տարբեր ցուցանիշների պարագայում սեփական էլեկտորատի առավելագույն մասնակցությունը եւ այսպես պատասխանատու կարգապահ մասնակցությունը շատ կարևոր դեր կարող է խաղալ։ Նաեւ իհարկե կա հոգեբանական գործոնը, այսինքն այդ էլեկտորատը, որը վարժված է անընդհատ այսպիսի բաժանարար գծերի եւ ճակատային դիմակայության էներգետիկայով է սնվում, այդ էներգետիկան ինչքան էլ ճակերտավոր համարենք, կամ ապակառուցողական էներգիա, բայց դրանով է սնվում էլեկտորատը եւ Նիկոլ Փաշինյանը այդ էլեկտորատը սնուցելու նաեւ խնդիր ունի, ցույց տալու համար, որ ինքը տիրապետում է իրավիճակին, որ ինքը ինքն է, այսինքն այն Նիկոլ Փաշինյանն է, որի շուրջ իրենք մոբիլիզացվում են, եւ սա շատ կարեւոր է նաեւ հոգեբանական իմաստով էլեկտորատը պահելու տեսանկյունից, որովհետեւ չեմ կարծում, թե այս գործողությունները նրա համար վարկանիշի խնդիր լուծում են եւ ավելին իմ գնահատմամբ, եթե կարող էին տեսականում լինել հանրային ինչ-որ շերտեր, որոնք կարող էին ինչ-որ աշխատանքի պարագայում մտածել քաղաքացիական պայմանագրին կամ Նիկոլ Փաշինյանին ձայն տալու մասին, ապա այս գործընթացը ես կարծում եմ այդ շերտերին էլ եւս հեռացնում է նույնիսկ այդ տեսական հնարավորությունից, այնպես որ իմ կարծիքով ներքին իմաստով լուծվում են ահա այս խնդիրները, բայց ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ իմ խորին համոզմամբ այս process-ի ներքին դրվագները, որ մենք տեսնում ենք կամ ներքին մոտիվները, որ կան, ինքը պայմանավորված է շատ ավելի լայն արտաքին ընդհանրապաշտպարական process-ներով եւ դրանց հանդեպ Նիկոլ Փաշինյանի դիրքավորմամբ։ Ինչ է կարծում եկեղեցին ինչպես է արձագանքելու ի վերջո, այսինքն ինքը կոնկրետ ինչ-որ գործողություններ անելու այդ տեսանյութը, որը տարածվեց, որի վերաբերյալ եղավ նաև որոշակի մեկնաբանություններ, շատերը սպասում են, որ եկեղեցին պիտի ինչ-որ ձևով հակադարձի կամ ինչ-որ կտրուկ քայլեր անի կամ ինչ-որ ձևով մոբիլիզացնի մարդկանց։ Դուք ինչպես եք կարծում, եկեղեցու քայլերը կամ հասարակությունը ինչպես պիտի սան արձագանքեն ընդհանրապես։ Ես անկեղծ ասած չեմ պատկերացնում եկեղեցու կտրուկ քայլը որն է եւ որն է մոբիլիզացիոն այդ քայլը եւ նախ պետք է հասկանանք իսկ որն է այդ մոբիլիզացիոն ռեսուրսը։ Շատ է խոսվում այդ մասին, որ եկեղեցին պետք է զանգերը խփի, համազգային ինչ-որ կոչեր անի եւ այլն, բայց մենք արդյոք ունենք պատկեր, ուսումնասիրված պատկեր, թե ինչպիսի արձագանք կլինի այդ կոչին եւ արդյոք այդ կոչը հնչեղ լինելով չի վերածվի պարզապես հերթական մի դրվագի, որը հակառակը կհարվածի հենց եկեղեցուն։ Ես ունեմ համոզում, որ եկեղեցու անելիքը կտրուկ գործողությունների դաշտում չէ եւ հակառակը իր այս, եթե կարելի ասել, 1700-ամյա հունի մեջ մնալն է եւ սա այդ հունից հանելն է, որ իմ կարծիքով նաեւ փորձում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ հունից հանելն է, որ չի ստացվում։ Ըստ իս այստեղ է եկեղեցու ուժը եւ հենց այդ դաշտում պետք է եկեղեցին իր անելիքը
անի, սա իհարկե անշուշտ չի նշանակում մնալ այնպես ինչպես կան։ Պետք է գնահատել մարտահրավերները ամբողջ խորությամբ։ Ես դարձյալ առիթ ունեցել եմ այս միտքը արտահայտել, որ մարտահրավեր պետք է դիտվի ոչ թե Նիկոլ Փաշինյանը իր մոտիվներով, այլ այդ շատ ավելի լայն միջազգային process է եւ դիտարկվի այն տրամաբանությամբ, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես այդ process-ի գործիքակազմի դիրքում է իրեն տեղավորել, այսպես ասենք, եւ փորձում է իր խնդիրները լուծել այդ process-ում։ Ըստ այդմ պետք է մարտահրավերները գնահատել իրենց ամբողջ խորությամբ եւ ես կարծում եմ այստեղ եկեղեցու անելիքը հենց հունից դուրս չգալն ու այդ համատեքստում հասարակության հետ աշխատելն է։ Աշխատել բերելով նոր տրամաբանություն, նոր որակներ, նոր ասելիք, որովհետև պետք է ի վերջո հասկանալ, որ գործ ունենք նոր հասարակության հետ, այսինքն չենք կարող 21-րդ դարի հասարակության հետ չհարաբերվել, անգամ հաշվի առնելով իհարկե եկեղեցու պահպանողական բնույթը, տրամաբանությունը, անհրաժեշտությունը, այդուհանդերձ նոր հասարակության հետ պետք է իհարկե աշխատել նաև նոր ասելիքով, բայց կրկնեմ, մնալով այդ հանդարտ, սառնասիրտ, ինքնավստահ դիրքում, որովհետև իմ տպավորությամբ հենց փորձ է արվում բերել եկեղեցին ճակատային դիմակայության դաշտ եւ դարձնել եկեղեցին ընդամենը հերթական ներքին պայքարի մի սուբյեկտ, ես կարծում եմ դա հենց արժեզրկման միտված գործողություն է։ Կրկնեմ, եթե կա համոզում, որ եկեղեցին ինչ որ մի մոգական կոչ պետք է անի եւ այդ մոգական կոչով ինչ որ հարցեր լուծվեն, ես կարծում եմ այդտեղ իհարկե չգիտեմ ովքեր համոզված են, որ դա հարց է լուծում, իրենց իրավունքն է այդպես կարծելու, ես չեմ տեսնում, որ կա առաջին հերթին այդ ռեսուրսը, պետք է հաշվի առնել, որ հանրությունը անգամ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հանդեպ բացասական վերաբերմունք ունենալով շատ բազմազան է իր լայն պատկերացումներով եւ ես համոզված չեմ, որ այդպես մեկ զանգ խփելով կամ կոչ անելով հանրությունը այսպես բանակի նման, ես նկատի չունեմ զինված ֆիզիկական իմաստով, բայց ոտքի է կանգնելու ինչ որ գործողություններ անելու։ Այլ հարց է, որ գուցե այս իրավիճակում կան նաեւ քաղաքական սուբյեկտներ, որոնք կարող են պատկերացնել այդ տրամաբանությամբ խաղալով իրենց համար ինչ որ հարցեր լուծելու, որովհետեւ վերջին հաշվով քաղաքական սուբյեկտների բնույթն է նաեւ եղած պատկերից քաղել իրենց համար առավելագույնը։ Հայ առաքելական եկեղեցին պետք է անշուշտ վեր լինի զուտ քաղաքական այս մտածողությունից։ Իսկ սա բարձրացում է եկեղեցու վարկան, այսինքն լավ այսպես հարցը ձևակերպեմ, կա ամեն դեպքում մոտեցում, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է եկեղեցուց, ինչպես խավարը լույսից։ Ես իհարկե այս պատկերավոր բնորոշումները կարող են տարբեր լինել։ Ես կարծում եմ այստեղ խնդիրը ոչ թե վախն է, այլ զուտ հենց քաղաքական շահերը, քաղաքական մոտիվները եւ իհարկե անհանգստությունը, որովհետեւ ունենալ մի ահռելի կառույց, որը շատ խորը եւ շատ այսպես մասշտաբային բնույթ ունի եւ կարողություններ ունի նաեւ այդ իմաստով, անշուշտ, որը ոչ միայն սահմանափակվում է Հայաստանի տարածքով եւ չունենալ այդ կառույցի հանդեպ ազդեցություն, սա իհարկե անհանգստություն է, եթե այդ կառույցը չի կիսում, մեղմ ասած, չի կիսում քո մոտեցումները եւ քո փիլիսոփայությունը, առավել եւս, որ մենք տեսնում ենք հետեւյալը Նիկոլ Փաշինյանը այդ ինքնության փոփոխության բաց հայտով նա որևէ կերպ չի թաքցնում, որ դրել է ինքնությունը եւ անգամ պատմությունը փոխելու խնդիր։ Եվ այս տեսանկյունից, երբ այդ խնդիրը դնում ես, որը չի ներառելու նաեւ հայ առաքելական եկեղեցին, այդ խնդիրը գործնականում դառնում է անիրագործելի։ Եվ սա է նաեւ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը իմ համոզմամբ հենց տեղավորվելով ավելի գլոբալ ինչ որ process-ների մեջ փորձում է լուծել նաեւ այդ խնդիրը, որովհետև եթե դու սկսում ես պատմությունը, այսպես ասած, զրոյից, դու պետք է զրոյից գրես նաև, կամ քո պատմությունն ես ուզում գրես, իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի վարքը կարծես թե երկրորդ կարծիք չի թողնում, դու պետք է գրես նաև զրոյից հայ առաքելական եկեղեցու պատմությունը։ Պատկերավոր իմաստով իհարկե, բայց դու պետք է ինչ-որ զրոյական կետ սահմանես նաև եկեղեցու համար, եւ հիմա մենք տեսնում ենք հենց դա իհարկե գալիս է քաղաքական անհանգստություններից։ Վախ կարող ենք նաև գուցե վախ բնորոշել, բայց ես փորձում եմ դիտարկել քաղաքական մոտիվները եւ շերտերը, թե ինչու այդ անհանգստությունը կարող է։ Իհարկե նաիվ է հարցնել, թե արդյոք կհաջողի թե ոչ, դա ոչ մեկ չգիտի, բայց ըստ այսպես ասած հավանականությունը, որ ինքը կհաջողի եկեղեցուն ծնկի բերել կամ նորից գրել այդ պատմությունը, ինչպես որ դուք շատ հետաքրքիր ձեւով բնորոշում եք, իր մոտ կստացվի, թե գոնե այս անգամ ինչ-որ մի բան իր մոտ կձախողի, որտեղ կարծեք ինքը ինչ անում է,
իհարկե ոչ օգուտ Հայաստանի ստացվում է։ Ես կարծում եմ, այստեղ իր հաջողությունը պայմանավորված է լինելու նրանով, թե արդյոք իրավիճակը սխալ կգնահատի հայ-առաքելական եկեղեցին եւ սխալ կգործի։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինքը գործողությունների հաջողության այսպես մեծ ճանապարհային քարտեզ չի կարող ունենալ, եթե հայ-առաքելական եկեղեցին չտրվի այն տրամաբանությանը, որ փորձում է այդ խնդրին հաղորդել հենց Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եք, որ ինք դեռ այդ կոմպրոմատների ճանապարհով են գնալու էլ ինչ որ տեղեր, որտեղ վստահաբար չեմ կարծում, որ սա առաջին եւ վերջինն է լինելու։ Կփորձեն գնալ, ես կարծում եմ։ Թեպետ տեսան գուցե, որ սա այն մեծ հնչեղությունը կամ այն մեծ էֆեկտը չունեցավ, որը գուցե ակնկալում էին։ Եվ հնարավոր է նաև դրա մասին է խոսում այն, որ անգամ իշխանության ներկայացուցիչներ որոշակի, եթե չեմ սխալվում, ամենայն դեպս ես մեկն եմ տեսել, ազգային ժողովի փոխնախագահը դատապարտել էր մարդու անձնական կյանք մտնել է եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ նաև հասկանում ենք իհարկե դատապարտում, դա կարող է նաև սուտ քարոզչական իմաստ պարունակել, այս դեպքում հարց է առաջանում, իսկ արդյոք պետությունը պատրաստվում է հետաքննել այդ կոմպրոմատի տարածումը եւ որտեղից է ծագել եւ այլն։ Այո, այսինքն պետության վերաբերմունքը կամ պետական ներկայացուցիչների վերաբերմունքը պետք է լինի ոչ թե պարզապես դատապարտելը, այլ հենց նախանձախնդիր լինել իրավական process-ի հարցում, ով է իրականացրել այդ ձայնագրությունը, երբ, ինչպես է դա հայտնվել եւ այլն եւ այլն։ Այս պարագայում պարզ կլինի, որ պետությունը մերժում է կոմպրոմատների քաղաքականությունը, այլապես կարելի է մի ձեռքով, ինչպես ասում են, այդ կոմպրոմատները նետել դաշտ, մյուս ձեռքով դատապարտել կոմպրոմատներ նետելը։ Զարմանալի չի թվում ձեզ, որ շատ ու շատ այսպես կոչված արևմտամետներ ողջունել են այս քայլը։ Ցավոք զարմանալի չի թվում, որովհետև դուք ինչպես նշեցիք, այսպես կոչված արևմտամետներ, ես կարծում եմ այդ ուժերը այսօր ցավոք սրտի, եւ ոչ միայն այսօր, մեծ հաշվով վաղուց քաղաքական դաշտում Եվրոատլանտյան օրակարգը, Հայաստանի Եվրոատլանտյան օրակարգը շատ վաղուց աղավաղվել է, ես առիթ ունեցել եմ էլի ասելու, բերել հասցվել է այդպես բանալ հակառուսականության ընդամենը, եւ այդ օրակարգում ոչ թե Հայաստանի շահերն են դրված, այդ օրակարգում դրված են մյուս հակառակ կողմի Եվրոատլանտյան խաղացողների շահերը։ Իսկ այստեղ սկզբունքորեն տարբերություն չկա արդեն, այսինքն ճաշակի հարց է դու այս կողմի շահերն ես բերում օրակարգ Հայաստանի անունից, թե մյուս կողմի շահերը։ Շատ կարևոր բան է։ Օրակարգում դու պետք է դնես Հայաստանի շահերը, իսկ դա նշանակում է ոչ թե այսպես կուրորեն եվրոատլանտիզմ ծածանել, այլ հակառակը բերել հարցեր օրակարգ, որոնք կարող են անհամաձայնություններ ենթադրել եւ այլն, բայց առաջ բերել այդ սուբյեկտային քննարկումները։ Եվ զարմանալի չէ, որ այդ ուժերը ամենևին այսպես միտված չեն հենց արժեքային դաշտում դիրքավորվել որպես այդպիսին, այլ ինչպես տեսնում ենք, որովհետեւ արժեքային դաշտում իրենք պետք է ահռելի աշխատանք կատարեն, որ գոնե մի քիչ համապատասխանան իրանց։ Դա պատասխանատվություն է եւ ես կարծում եմ նաեւ, որ արժեքային դաշտում նրանց դիրքավորումը, այսինքն Հայաստանում եվրոատլանտիզմի այդ որակը քաղաքական դաշտում պահանջված է նաև այդ կենտրոններում։ Ինչու՞, որովհետև ինչպես օրինակ Ռուսաստանը բոլորովին շահագրգռված չէր, որ այստեղ հայ-ռուսական այնպիսի պատասխանատու եւ լուրջ օրակարգ ձևավորվի, որը նաև իրենց համար պատասխանատվության հարց է, այդպես էլ շահագրգռված չեն, ես կարծում եմ, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում, Փարիզում եւ այլուր, եւ սա նաև բնական է։ Ոչ մեկը, ոչ մի այսպես գեր խաղացող շահագրգռված չէ, որովհետեւ մեր տիպի հասարակությունները, այս համեստ կարողություններով փոքր, այնպիսի օրակարգեր բերեն երկկողմ սեղաններին, որոնք իրենց համար էլ ենթադրում են պատասխանատվություն։ Շատ ավելի լավ է այսպես կրապաշտության տրամաբանության մեջ, այսինքն մեկը թող Մոսկվա պաշտի, մյուսը Փարիզ, Վաշինգտոն եւ այլն, այդ հարցում պաշտամունքի հետ իրենք գիտեն ինչպես վարվել, իրենք հսկա կայսերական փորձով եւ այլն գեոքաղաքական խաղացողներ են, նրանց ձեռնտու չէ լրջմիտ եւ պատասխանատու օրակարգը, հետեւաբար նաեւ շահեկան է, որպեսզի Հայաստանում քաղաքական դաշտում այդ մակարդակում լինի օրինակ նաեւ Եվրոատլանտիկ։ Հետաքրքիր է բնութագրում Հակոբ Պանկյաց շատ կարևոր շեշտադրումներ են սրանք եւ քարտեզագրումը, այսինքն այս քարտեզի վրա դրել է ձեր։ Այդ դեպքում Մոսկվայի եւ նույն Եվրոատլանտյան ճամբարների միջև արդյոք չի կարող լինել նույն կոնսենսուս, այսպես ասած, օքեյ, այսպես այս հատվածը թող Մոսկվա պաշտի, այս հատվածը թող Եվրոպա պաշտի, այս հատվածը թող ավելի
Կա նման բանը։ Առնվազն լռելիային կոնսենսուս, ես կարծում եմ, գերտերությունները ոչ միայն Հայաստանի, մեր տիպի ցանկացած պետության եւ հանրության հանդեպ ունեն։ Խնդիրն այն է, այդ հանրությունները թույլ տալիս են, որ այդ կոնսենսուսը աշխատի իրենց հանդեպ, թե ոչ։ Իսկ թույլ չտալու տարբերակը հենց այդ է, որ մենք քաղաքականությունը այդ կռապաշտությունից կամ արտաքին փրկիչ որոնելուց, այդ ճաշակի տիրույթից բերենք լուրջ օրակարգերի տիրույթ եւ քննարկումների շահերի դաշտ, ոչ թե ոչ այդ օրակարգը չլինի սրա դեմ կամ նրա դեմ։ Բայց տարօրինակ է, չեք զգում, որ մենք չենք կարողանում այս թվում է թե շատ པարզ եւ ճիշտ ճշմարտություն, որոնց բոլոր շահերից պետք է բխի խոսել հայկական շահի մասին, չէ՞։ Բայց անգամ այս տաղավարում էլ հաճախ բանավեճի է վերածում, նորմալ է իհարկե որ բանավեճի է վերածում, հենց այս քննարկումը արդյոք ճիշտ է լինել ռուսամետ, չգիտեմ, եվրոպամետ, չէ՞ որ առաջին հերթին դու պիտի հասկանաս որն է քո շահը, մնացածը ամեն մեկը ես եմ հաճախ ասում ճաշակի խնդիր է եւ վերջո թե դու որ մեկին ես ծառայում դրանից առանձնապես միգուցե ինչ որ բան տարբերություններ կան, այսպես ասած տեխնիկական տարբերություններ կան, բայց ֆինանսատնտեսական այո, կամ էլ ինչ որ ավելի փաթեթավորումները տարբեր են, բայց գլոբալ առումով ես չեմ ուզում որը մեկին ծառա լինել, բացի իմ սեփական շահերից, բայց կարծեք այդ ընկալումը չկա, դա բերում է նրան, որ ուղղակի սկսում են քեզ համարը ռուսամետ կամ մի կողմից արևմտամետ, նայես դու որ կողմից ես ով է քեզ դիտում, հա։ Դա էլ այդ կոնսենսուսի կառավարման միջոց է, այսինքն այդ էլ կառավարման տեխնոլոգիա է, որը կարծում եմ կա, այսինքն դրա շուրջ էլ կա այդ կոնսենսուսը, այսինքն ինչպես կառավարել Հայաստանի հասարակությանը, չափման միավոր դնել ոչ թե այն թե ինչի մասին ես խոսում, այլ չափման միավոր դնել այն, որ եթե դու չես խոսում այն մասին, ինչի ես կամ մենք ուզում ենք, ուրեմն դու գործակալ ես ինչ որ մեկի։ Եվ այդպես մենք ամբողջ հասարակության ըստ էության զբաղված ենք գործակալներ, չգիտեմ, ստրուկներ եւ այլն փնտրելով, եւ դա է նաեւ խանգարում, որ մեզանում ոչ մի քննարկում տեղի չի ունենում, եւ այն մարդիկ, որոնք նույնիսկ կարող են ռացիոնալ եւ բովանդակային ինչ-որ բաներ խոսել, դրանցից մեծ մասը նաեւ պարզապես վախենում է, որովհետեւ բավարար է բավական է դու ասես մի բան, որը ինչ որ ուղղությամբ տրենդային չէ եւ հակառակ բոլոր ուղղություններից կամ հակառակ ուղղություններից դու պիտակավորվելու ես եւ այլն եւ սա սպանում է քարկոծվես եւ ուղղակի վիրավորանքներ, լուտանքներ, ինչ որ ասենք։ Շատ ցավալի իրողություն եք նշում, քանի որ այո, ես ամբողջովին համաձայն եմ, մենք հենց այդ իրականության մեջ ենք ապրում, ինչ որ ուտոպիայի կամ դիստոպիայի, արդեն չգիտեմ էլ նույնիսկ Հայաստանը որ կատեգորիայի մեջ է մտնում։ Հայաստանը նաև փորձում է արտաքին դաշտում որոշակի ակտիվություն ցույց տալ, դուք նաև եւս նշել եք այդ Ցորենի դեպքը, որը դեռ իհարկե մենք չհասկացանք դա ինչպես ստացվեց, որ Ադրբեջանն է դրա մասին խոսում, Հայաստանը որևէ պաշտոնապան բան չի խոսել, չնայած նաև պաշտոնյաները բոլորի բերանները փակում են այդ լուրով, տեսեք, որ ասում են խաղաղությունն է, ուրեմն խաղաղություն է, բայց տնտեսապես եթե նայենք, մի կողմ թողնենք, արդյոք ավելի ձեռնտու է տնտեսապես Ցորենը բերել ուրեմն Ղազախստանից Ակտաու, այսինքն Ակտաու ղազախական քաղաքի Կասպիով պարումով անցկացնել, բերել գնացքով Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան, արդյոք դա տնտեսապես ավելի ձեռնտու է եւ ի վերջո, եթե չի բացում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, մնացած բոլոր բաները ընդհանրապես եղածի մի փոքր մոդիֆիկացված տարբերակներն են, որոնցից օգտվելու է Ադրբեջանը, Ղազախստանը արդեն տվյալ պարագայում, բայց Հայաստանի օգուտը քիչ կասկածելի է այստեղ։ Տնտեսական պատկերը չեմ կարող գնահատել, որովհետև չեմ տիրապետում, թե հիմա ինչպես է Ցորենը բերվում, այդտեղ ինչ հաշվարկներ կարող են լինել։ Հաշվարկներ տվել են, բայց ես վստահ չեմ։ Հիմա մենք չունենք երկաթուղային ճանապարհ, այդ տարբերակում երկաթուղային է աշխատում, դա ավտոճանապարհի հետ ինչպիսի հարաբերակցության մեջ է։ Սա իհարկե չեմ կարող ասել, բայց եթե դիտարկում ենք հենց օրակարգերով, առաջանում է պարզ հարց, ինչու մենք չենք խոսում ընդհանրապես ապաշրջափակման ռեգիոնալ բոլոր ուղիների ապաշրջափակման մասին։ Այսինքն դարձյալ ինչ որ դրվագային խոսակցություն է, բայց խոսակցություն չկա բոլոր իհարկե, այսինքն կոչել դա Զանգեզուրյան միջանց, թե կոչել Տրամպի միջանցք։ Սա հիմա նաև ինչ որ հերթական քարոզչական քարտ բլանշ է արդյոք Հայաստանի իշխանությանը ցույց տալու համար, որ տեսեք պրակտիկորեն աշխատում է խաղաղությունը։ Որովհետև այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ սպասում էին, թե երբ է Ալիևը հայտնելու այդ մասին, որ հետո իրենք գրառում անեն Ցորենի մասին կամ սեղմեն կոճակը եւ այդ գրառումը դառնա արդեն տեսանելի։ Իսկ ընդհանուր process-ը իմ գնահատմամբ ծավալվել է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Եվ ես նույնիսկ հակված եմ մտածել, որ այստեղ ավելի շուտ ոչ թե հայ-ադրբեջանական քննարկման հարց է,
այլ ռուս-ադրբեջանական եւ ընդհանրապես Ռուսաստան, Կենտրոնական Ասիայի երկրներ եւ Ադրբեջան։ Այդ ապա գագաթնաժողովը Դուշանբեում տեղի ունեցած մի քիչ հատկանշական դրվագներ ուներ, օրինակ այդտեղ երկկողմ հանդիպումներից նախ Պուտին-Ալիև հանդիպումը, որը գրեթե մեկամյա դադարից եւ այդ լարվածությունից հետո, որ նախորդ տարի դեկտեմբերից օդանավի աղետին հաջորդել էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը եւ այդ հանդիպումը իր թե այդպես ընդհանուր նկարագրով, թե բովանդակության այնպես հագեցած եւ այսպես որոշակի ջերմ էր, կարծես չէր եղել այդ մեկամյա լարվածությունը։ Հանդիպման ընթացքում Ալիևը բավական ուշագրավ մի հայտարարություն արեց Պուտինին շնորհակալություն հայտնելով այդ օդանավի աղետի մասին ինֆորմացիա, մանրամասն ինֆորմացիա ներկայացնելու համար եւ այստեղ առնվազն հարց է առաջանում այդ ինչ ինֆորմացիա է ներկայացրել Պուտինը 1 տարի, գրեթե 1 տարի անց կամ 8-9 10 ամիս անց, որ Ալիևը նրան շնորհակալություն է հայտնում։ Այսինքն այդտեղ տեղի են ունեցել ինչ որ process-ներ եւ Պուտինը հետո վերադառնալով Մոսկվա օրեր անց ընդամենը հեռախոսազրույցներ ունեցավ թե Ղազախստանի, թե Ուզբեկստանի, այսինքն նախագահների հետ։ Այսինքն այդտեղ բավական ինտենսիվ ինչ որ կոմունիկացիա տեղի ունեցել եւ հիմա այսօր նաեւ Օվերչուկի հայտարարությունը, որը կարծես թե ամփոփում է որոշակի այդ տրամաբանությունը, որ իրենք Ադրբեջանի հետ քննարկումներ են ունեցել եւ Ադրբեջանը հավաստիացրել է, որ ռուսական երկաթուղիները հնարավորություն կունենան Ադրբեջանի տարածքը օգտագործել Հայաստան բեռներ տարանցելու համար։ Սա թերևս Օվերչուկի այս հայտարարությունը գալիս է հավաստելու իմ այն տեսակետը, որ ավելի շուտ այս շրջանակում է տեղի ունեցել այդ ղազախական ցորեն, այսպես ասած։ Սա նոյեմբերի 9-ի վերադարձ չի, նոյեմբերի 9-ի համաձայնություններին։ Ըստ տրամաբանության իհարկե սա տեղավորվում է այդ 9-ի կետում, բայց ինչ է տեղի ունեցել այս հանրագումարում եւ այստեղ շատ կարեւոր է սա թերևս արձանագրել։ Օգոստոսի 8-ով արձանագրվել է նոր իրավիճակ փաստաթղթային այդ հռչակագրով, որտեղ խոսվում է Թրամփի ուղու մասին, Հայաստանի անխոչընդոտ ճանապարհի մասին, որ տրամադրվում է Ադրբեջանին։ Այսինքն նոյեմբերի 9-ը որոշակիորեն կիսվել է, ինչպես ասում են, կտրել է օգոստոսի 8-ը կտրել է նոյեմբերի 9-ը։ Եվ արձանագրել է նոր ստատուս քվո, բայց ինչի հետ մենք գործ ունենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում 9-րդ կետում այդքան չարչարքված եւ այլն։ Չկար անխոչընդոտ ճանապարհ ձևակերպում, կար անխոչընդոտ տեղաշարժ, սրանք տարբեր բաներ են։ Անխոչընդոտ ճանապարհը եւ անխոչընդոտ տեղաշարժը տարբեր բաներ են։ Ճանապարհը նշանակում է ամբողջական կոմունիկացիայի տրամադրում։ Անխոչընդոտ տեղաշարժը կոմունիկացիայով որոշակի անցուդարձի ռեժիմի տրամադրում։ Եվ 9-րդ կետի առաջին նախադասությունը տարածաշրջանի բոլոր հաղորդումների ապաշրջապատման մասին է 9-րդ կետի։ Սա եւս դուրս է եկել։ Եվ գլխավորը իհարկե 9-րդ կետը, որ կապակցված էր հայտարարության նախորդ 8 կետերի հետ, Արցախ, Լաչինի միջանցք եւ այլն, այս ամբողջը հիմա դուրս եկավ եւ օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթը իբրև թե ինչ որ նոր իրականություն ստեղծեց, բայց ընդամենը լեգիտիմացրեց այդ ամբողջ Արցախի կորուստ եւ այլն եւ թողեց ընդամենը այն, ինչ փաստացի պետք էր Ադրբեջանի եւ արտաքին խաղացողներին։ Թողեց դա ընդամենը օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը եւ հիմա տեղի են ունենում քննարկումներ, որտեղ Հայաստանը փաստացի չունի այդ փաստարկները, որոնք կային 9-ի փաստաթղթում։ Ինչքան էլ մենք այդ փաստաթուղթը գնահատել ենք, հասկանալի է որպես ընդամենը պարտության հետևանք։ Եվ ինչ է տեղի ունեցել, այս ամբողջն էլ կարևոր է նայել, այդ նույն ուժերը Եվրոատլանտյան, երբ մենք խոսում էինք, հետևողականորեն զբաղված էին նրանով, որ 9-ի հայտարարության այդ 9-րդ կետը համարում էին միջանցք։ Այն դեպքում, երբ այդտեղ միջանցք չկար, 9-ի հայտարարության 9-րդ կետը դա միջանցքի մասին չէր։ Այո, այնտեղ կար ռուսական վերահսկողություն, բայց ոչ միջանցք։ Իսկ հիմա 8-ը օգոստոսի 8-ի փաստաթուղթը դա հենց միջանցքի մասին է։ Կարևոր չէ ով կվերահսկի արդեն այդտեղ։ Դա միջանցքի մասին է, անխոչընդոտ ճանապարհը։ Իհարկե հայկական կողմը պնդում է, որ մենք ենք վերահսկելու, բայց այդտեղ իհարկե շատ հարցեր են առաջանում։ Առավելևս Ադրբեջանը է հայ-ամերիկյան, մենք, այսինքն պարզ է, չէ՞ որ ցանկացած ողջախոհ մարդու համար պարզ է, եթե Միացյալ Նահանգները կա, բնական է այդ վերահսկողությունը լինելու է այն ռեժիմի տրամաբանությամբ, ինչ որ պատկերացնում են Միացյալ Նահանգները։
Սա շատ պարզ է։ Եվ ի վերջո ձևակերպումը գրված է, որ հայկական կողմը նահանգների հետ պետք է փոխադարձաբար համաձայնեցնի այդտեղ որևէ երրորդ կողմի ներգրավում եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ մենք ընդհանրապես դարձել ենք այդպես ինչ-որ ստորագրող սուբյեկտ ցավոք սրտի։ Այո։ Այս ամեն ինչի մասին մեզանում շատ քիչ է խոսվում եւ քիչ խոսվեց եւ հակառակը այսպես էլի այդ ընդամենը ճաշակի տրամաբանությամբ խոսվեց, մեկին ռուսները դուր են գալիս, մյուսին դուր չեն գալիս, մենք բովանդակային առումով այս թեմաներին շատ քիչ անդրադարձանք որպես հասարակություն, հետևանքը այն էր, որ մենք Արցախի կորուստ արձանագրեցինք եւ գործնական մոռացանք, այլ բան չստացանք։ Հակոբ, շնորհակալ եմ շատ կարևոր բաների մասին խոսեցիք։ Ես հուսով եմ, որ այս զրույցները հեռուստադիտողների մոտ մտածելու տեղի կտան, ոչ թե նորից էլի ճաշակները հղկելու, թարմացնելու եւ էլի խոսքը միայն ձեր իհարկե հարցազրույցի մասին չի, ընդհանրապես այդ բաժանումները, այս նաեւ եկեղեցու երեքա փաստացի Կիրակի օրը դուք տեսնում եք Facebook-ը ինչպես է այս երկու բանի նման իրար հոշոտում, մեկի համար սատանան նա է, մեկի համար հրեշտակը նա է, բայց արդյունքում պետությունը, պետական համակարգ, ինչպես ընտանիքը չի կարող դիմադրել, ինքը ունակ չի նման ցնցումներ անընդհատ տանել, անկախ նրանից որ ով է ճիշտ ով է սխալ։ Հարցը ամուր սա է, որ ճիշտի սխալի խնդիր չի այստեղ։ Ինչպես որ մարդկային հարաբերություններում շատ հաճախ ճիշտ ու սխալը շատ պայմանական է, կարևորը դու պահպանես շատ ու շատ բան, բայց կարծեք այդ գիտակցությունը չկա կամ ուզում են ստիպել, որ մենք լրիվ նոր գիտակցությամբ նայենք, ինչը այդքան էլ չեմ կարծում, որ բարերար ազդեցություն կունենա ընդհանրապես հասարակության դիմակայունության, հոգեբանության, արդեն մարդիկ ուղղակի անհասկանալի համաձայն եք երևի։ Անշուշտ, եւ այստեղ երկրորդ կարծում լինել չի կարող, իհարկե։ Շնորհակալություն Հակոբ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ ելի հեռուստատողներ, հետևեցիք մեր այս քննարկմանը, որին մենք հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։ Հաջողություն ձեզ։